2014 թվականի մարտին Ամերիկայում մահացավ հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա լրագրող Տիգրան Նազարյանը։ Նա ավելի քան 2 ժամ էր անցկացրել Նաիրի Հունանյանի հետ ահաբեկչությունից հետո, եւ նա էր հեռախոսային վկայություն տվել Քոչարյան-Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ, նշելով, որ ըստ էության բոլոր տեխնիկական պայմանները եղել են այդ զրույցը ձայնագրելու համար։ Այդպիսով կամ հաստատելով, որ նման ձայնագրություն կա, կամ հասկացնելով, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա առնվազն տարօրինակ է։ 2000 թվականի նոյեմբերին հանրային հեռուստաընկերությունը Տիգրան Նազարյանին անսպասելիորեն գործուղեց ԱՄՆ, որից հետո հեռուստաընկերությունը խզեց նրա հետ պայմանագիրը։ Ինքը այդ հարցազրույցը տվել է եւ հստակ ասել է, որ ինքը չի հասկացել իր խեն ուղարկում։ Եվ հետ վերադառնալու այդ ճանապարհը, որ փակվեց, էլ ինքը չէր հասկանում ինչի, եւ այդ խզելու պայմանագիրը խզելու հետ էլ ինքը չէր հասկանում, այսինքն նրան ուղակի հեռացրել են Հայաստանից։ Ըստ Աշոտ Սարգսյանի, Նազարյանը կարող էր լույս սփռել բազմաթիվ հարցերի վրա, բայց կան մարդիկ, որոնք դեռ ողջ են եւ կարող են նպաստել գործի բացահայտմանը։ Օրինակ Նաիրի Բադալյանը, ով 2000 թվականին որպես կասկածյալ առժամանակ գտնվել է մեկուսարանում, սակայն փաստերի անբավարարության հիմքով ազատ արձակվեց եւ այսօր բնակվում է ԱՄՆ-ում։ Հոկտեմբերի 27-ի գործով շատ կարևոր վկաներ այսօր արտերկրում են, սկսած Վազգեն Սարգսյանի թիկնազորի ղեկավարից։ Հոկտեմբերի 27-ին առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացան։ 2000 թվականին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի իր բանտախցում ըստ պաշտոնական տեղեկատվության էլեկտրահորումից մահացավ այս գործում որպես կասկածյալ ներգրաված մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը։ 2002-ին իր տան շքամուտքի մոտ սպանվեց հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը, պաշտոնապես նրա սպանության համար մեղադրվեց եւ դատապարտվեց Վազգեն Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանը։ Կա երկու մոտեցում քրեական գործին, մինչև այսօր կամ այդ իրադարձությանը քաղաքական, այսինքն խոհանոցային խոսակցություններ այս կոմենքում, եւ կա հստակ քրեական գործի շրջանակներում ուղղակի ոչ թե կարծիքներ, այլ հիմնված փաստերի վրա եզրահանգումներ, հիմնված փաստերի վրա։ Համար այդ առումով Տիգրան Նազարյանը շատ մեծ դերակատարություն ուներ, Նաիրի Բադալյանը մեծ դերակատարություն ունի քրեական գործի բացահայտման համար։ 2004-ին կրկին իր բանտախցում ինքնասպան եղավ հոկտեմբերի 27-ի գործով ՑՄԱ դատապարտյալ Վռամ Գալստյանը, Նաիրի Հունանյանի քեռին։ Մի քանի ամիս անց 2004-ին ապարան Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ազգային ժողովի падգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Վթարից հետո նա մի քանի վիրահատության ենթարկվեց, սակայն գիտակցության չգալով մահացավ։ Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացավ այս գործով որպես վկա անցնող ազգային ժողովի նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։ 2004-ին Հայաստանի ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի անձնագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը։ Իսկ ահա 2010-ի մայիսին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Իրան կողմում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին։ Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին։ Այսօր մեկուսարանում շարունակում են իրենց ցմահ պատիժը կրել Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը։ Էդի Գրիգորյանի սիրտը անցած տարի հոկտեմբերի 29-ին ստենտավորել են, Նաիրի Հունանյանը եւս ենթարկվել է վիրահատության։ Ըստ Աշոտ Սարգսյանի, նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը բավարար են, որպեսզի քաղաքական կամք ունենալու դեպքում գործն ամբողջությամբ բացահայտվի, բայց դրա համար հարկավոր է իրական իշխանափոխություն։ Ինձ համար իշխանափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մի շաբաթ առաջ կվերանան Նաիրի Հունանյանը, հանկարծամահ կլինեն Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը եւ Էդի Գրիգորյանը։ Ահաբեկչությունից 15 տարի անց հանրային ընկալման մեջ էլ ըստ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչի հոկտեմբերի 27-ի գործի հանդեպ որոշակի անտարբերություն կա։ Շատ սահուն ձևով այդ անջատված մասը կամաց մոռացության տրվեց եւ այդ մոռացության տրվելու հետևանքով էլ կարող է պատահի այսօր արդեն հնարավոր չլինի ոչինչ բան անել։ 2000-ի հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց քրեական մայր գործից հանցագործության հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու համար, սակայն մոտ 3 տարի տևած նախաքննությունը որևէ արդյունք չտվեց։ 15 տարի անց ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ։